Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը առայժմ որևէ տեղեկատվություն չի հաղորդել անցած շաբաթվանից Լաթաքիայում ծավալվող արյունալի իրադարձությունների հետևանքով հայերի շրջանում կան արդյոք զոհեր եւ վիրավորներ, արդյոք վտանգված են Սիրիայում ապրող հայերը։ Ազատության հարցումները առայժմ անպատասխան են։ Սիրիայում Հայաստանի դեսպանատնից էլ որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Դիկապրիկ արտաքին գործոս նախարարության հետ մամուլի բաժինը։ 2 օր առաջ սակայն Հալեպում լույս տեսնող Գանձասար պարբերականը տեղեկացրեց, որ Լաթաքիայի մուտքի մոտ 2 հայր եւ որդի Անտուան եւ Ֆատի Բուտրոսներն են կրակոցների զոհ դարձել։ Տարիներ առաջ Լաթաքիայից Հայաստան տեղափոխված Հակոբ Ալթունյանը կապի մեջ է ընկերների, բարեկամների հետ։ Պատմում են, վախի մթնոլորտ է։ Լսել են արդեն, որ ավելի քան 1000 մարդ է զոհվել, 700-ից ավելի խաղաղ բնակիչ, Սիրիայի նոր կառավարիչների հետ կապված զինյալների, անվտանգության ուժերի եւ տապալված Բաշար Ասադին հավատարիմ ալավիների խմբի զինյալների միջև։ Շատ վախ կա, կմտան ամեն քիչեր իրենց սուգմանի տագեն եւ ով խոսի գերտան իրեն գտերեն։ Ամեն մարդ իրեն դունը նստեր է դուրս շելլար, բախնում են դուրս շելլան եւ բախնում են հերախոսով խոսին ու շատ դժվար է իրենց վիճակը մենք չեմյան հայերու համար, մեր ամեն ժողովուրդը ոնց բադ է իրենց վիճակը, քրիստոնյաները վատ են։ Լաթաքիայում թաքնված ընկերներից արաբերեն ձայնագրություններ է ստանում, որտեղ պատմում են, թե ինչպես են պատսպարվում հարակից անտառներում, անվտանգության նկատառումներով անուններ չենք նշում։ Հարձակվել են, տանկերով մտել են գյուղերը, կրակում են, այս պահին մեր գյուղում են, մինչ այդ լսել էինք, որ կողքի գյուղում 233 հոգու սպանել են, մեր գյուղում են, մենք էլ անտառի մեջ ենք, չգիտենք ինչ անել, լսել ենք, որ տներ են վառել, չգիտենք ով է ողջ, ով մեռած, հեռախոսից մեջ լիցքավորումը քիչ է, այլևս խոսել չեմ կարող։ Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին 3 չեղարկել էր կիրակնօրյա պատարագը։ Լաթաքիա քաղաքից 59 կիլոմետր հյուսիս գտնվող Քեսաբում էլ զգուշավոր են, բայց փորձում են խուճապի չմատնվել։ Հայաստանում բնակվող Դալի Դակահեջյանը 3 էր զրուցել Քեսաբում բնակվող դստեր հետ։ Լույս չունին, ճողոցները փակ է, եկեղեցիները փակ է, բայց 3 առավոտ եկեղեցին բادرակ եղած է, ընդհանուր առմամբ ծրոցը փակ է այսօր։ Քանի օր է փակ են արդեն, Քեսաբի մեջ բան չի գա։ Իսկ իրենք ասում են, որ մտածում են դուրս գալու մասին կամ Լաթաքիայի լուրերը մտահոգության պատճառ դառնում են նաև իրենց համար։ Իրենք մտածում են դուրս գալու համար, բայց իրենց պասպորտները ներկայիս պատրաստ չէ, իրենք 2 ամիս առաջ իջան Հալեպ արդեն, իրենց պասպորտները հայկական նորոգելու եւ ընդհանրապես այս սիրիական պասպորտներն ժամկետը լրացած է, պետք է որ անոնգալ թիմեն արդեն, ուղղակի պետք է Դամասկոս իջնան, որ թիմեն։ Հիմա իրենց համար խնդիր է, քանի պասպորտները պատրաստ չեն։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ տապալվեց Բաշար Ալ-Ասադի ռեժիմը, նոր իշխանությունը վստահեցնում էր, թե ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները կպաշտպանվեն։ Ալավիների հետ տեղի ունեցածից հետո այժմ հայ համայնքում շատ զգուշավոր են, շատերը հրաժարվում են հարցազրույցներից։ Հայաստանի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից Ազատությանը փոխանցեցին, որ Սիրիայի հայերի տարհանումը այս պահին անհնար է անվտանգային պայմաններից ելնելով։